Ուրեմն ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, հարգելի բարեկամներ, որ ես երեք կանչված եմ եղել քննչական կոմիտե, հարցաքննվել եմ Արցախում տեղի ունեցած մասշտաբային սոսկալի հանցագործությունների վերաբերյալ հարուցված գործով։ Ես ամիսներ շարունակ, իսկ վարկերի հետ կապված տարիներ շարունակ խոսել եմ այն մասին, որ Արցախում տրված է եղել առևտրային բանկերի կողմից $800 միլիոն, որը 23 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարության որոշմամբ այսպես ասած ջրվել է, 70%-ը ստանձնել է պետությունը, 30%-ը ստանձնել է առևտրային բանկերը դուրս են գրել, հետո դրան գումարվել է նաև հեկերը, դրան գումարել է նաև հեկերի կոռուպցիան, դրան գումարվել է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված խայտառակ $100 միլիոն հասնող կոռուպցիան, եւ այս գործով ես հարցաքննվել եմ, կարող է ծիծաղելի թվալ, ես հարցաքննվում եմ այդ գործով որպես վկա, եւ ես հուսով եմ ինչ-որ մի էտապում կարողանամ վերցնել ու հանրայնացնել ողջ հարցաքննությունը, այն տեսաձայնագրվել է, մանրամասնություններ չեմ կարող ներկայացնել, ընդամենը ասեմ մի բան, որ ես տեղեկացրել եմ, պատրաստ եմ տրամադրել իրավապահ մարմիններին իմ ձեռքի տակ ունեցած իմ ձեռքի տակ եղած շատ կսկտուր տեղեկություններ այս գործի հետ կապված, բայց ես պիտի համոզված լինեմ, որ ես գործ ունեմ իրավապահ համակարգի հետ, այլ ոչ թե հանցավոր սինդիկատի խամաչիկի հետ, խամաչիկ ինչ-որ մի կազմակերպության հետ, որի գործը ոչ թե բանն է, իրավապահ համակարգի գործը օրինականության հաստատումն է, իսկ հանցավոր սինդիկատի խամաչիկ համակարգերի գործը, հանցագործությունները կոծկելն է, եւ ես ունեմ այն հիմնավոր կասկածները, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը դարձել է հանցագործ ռեժիմի հանցագործությունները կոծկող գլխավոր վերածվել է կոծկող գլխավոր մարմնի։ Ես բարձրաստիճան աֆիցերին հարց եմ տալիս, հայերը վաճառել են իրենց հեկերը ադրբեջանցիներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոմպենսացում են ստացել։ Այս խայտառակության հետ կապված Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է։ Այս խայտառակության հետ կապված որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին հարց տվել է, թե ինչու դու փոխարենը ձերբակալեիր այն ստահակ կոլաբորանտներին, ովքեր պատերազմը դեռ չավարտված կամ նոր ավարտված գնացել են այդ գործարքի փոխանակ դրան ձերբակալեիր, դու մի հատ էլ կոմպենսացիոն ես տվել, այս հարցը տրվել է, հարցը քննվել է, ոչ։ Իսկ պատգամավորները այս հարցը պարլամենտում բարձրացրել են, ոչ։ Իսկ պատգամավորները, որոնք իրենց գործունեության բնույթով պարտավոր են ստուգելու կառավարության գործունեությունը, պարտավոր են ստուգելու Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, պատգամավորներին իրավապահ համակարգը հարց տվել է, թե ինչու դուք ձեր սահմանադրությամբ վերապահված լիազորությունները չեք իրականացնում, որը բերում հանգեցնում այսպեսի սոսկալի հետևանքների։ Ոչ, ոչ մի հարց, ոչ մի հարցեր։ Եվ սա նշանակում է մի բան, հարգելի բարեկամներ, այս ամենը նշանակում է մի բան, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հեղափոխություն չի եղել, այլ նաև իշխանությունը չի փոխվել, ինչ-որ դեմքեր են փոխվել, բայց գլոբալ առումով, իհարկե տալ դա Հայաստանի վերաբերող որևէ
երևույթի մասին խոսելիս գլոբալ բառը օգտագործել է խիստ օբրազն, հա, պատկերը բնույթ ունի, հա, պատկերավոր ասած։ Բայց համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում սա խոսում է նրա մասին, որ նույնիսկ իշխանությունը չի փոխվել, որովհետև եթե իշխանությունը փոխվեր, գոնե հարցեր կհնչեին, գոնե մեղավորները կպատժվեին, գոնե հասարակությունը կիմանար, թե ովքեր են եղել հեկեր վաճառող կոլաբորանտները, թե ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր Արցախի ներդրումային հիմնադրամից ստացել են 150 միլիարդ դրամ, ոչ թե ստացել են, այլ ունեցել են Արցախի ներդրումային հիմնադրամին 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն։ Կիմանային, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը եկել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ոչ EBRD-ից, ոչ MVF-ից, ոչ համաշխարհային բանկից, ոչ այսիական բանկից, ճնշող մեծամասնություն այդ գումարների Հայաստանի Հանրապետության կառավարության գումարներն են եղել, հարկատուների գումարներն են եղել, գոնե հասարակությունը կիմանար, հարգելի բարեկամներ, հեղափոխության մասին չեմ խոսում, եթե հեղափոխություն լիներ, այսպիսի սոսկալի հանցագործություն իրականացնողներին պատմությունն է ցույց տալիս, որ կախում են ուղակի, հեղափոխության մասին չենք խոսում, եթե կան մարդիկ, ովքեր առ այսօր 18 թվականին տեղի ունեցածը կոչում են հեղափոխություն, անվանում են հեղափոխություն, հա, հեղաշրջում, ինչ ասենք դրանց, դուք ասեք, հարգելի բարեկամներ, այդ մարդիկ ինչի զավակ են, բայց ողբերգությունը նրանում է, որ նույնիսկ իշխանափոխություն չի եղել, իշխանափոխության դեպքում պարտադիր կիմանայինք 800 միլիոն դոլար վարկային ողջ փաթեթից այդ առաջին 10 խոշոր վարկառուների անունները գոնե, ում վարկերը փակելու պատասխանատվությունը 70% պատասխանատվությունը կառավարությունը վերցրեց, այսինքն վերցրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գոնե կիմանայինք, բացարձակ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում, Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում այս հարցի վերաբերյալ տիրում է բացարձակ լռություն։ Խոսում են Նիկոլի մասին, խոսում են Աննայի մասին։ Մի ժամանակ ազգ բանակ էին ուզում սարքել, Վիգեն Սարգսյանի այդ բանակից այդ կիսաճողոպրած, բանակից կիսաճողոպրած ազգ բանակ էր սարքում, ես իմ որտեղ պիսար է աշխատել, ազգ բանակ էր սարքում, վաշտում ինքը չի գիտեցել վաշտում ծառայությունը ինչ է, գումարտակում ծառայությունը չիմացող մարդը պաշտպանության նախարար նշանակում ազգ բանակ էր սարքում, հիմա էլ դարձել է ազգ ընտանեկան հոգեբան, Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հարաբերություններն են քննարկում, բայց այս կարևորագույն հարցը, որը այս կծիկը բացելու պարտավորությունը իրավապահ համակարգինն է եւ պարլամենտինն է, բացարձակ լռություն։ Ընտրությունների են պատրաստվում։ Տեսեք, չկան ընդդիմադիր մարդիկ կան, որ կողմը նայում ես ընդդիմություն է։ Բայց որ կողմը նայում ես այս հարցի վերաբերյալ լռություն։ Հարց էին տվել վերջերս ուխտադրուժ դաշնակներին, էլի մանիպուլյացիաներ, էլի կրուտիտներ, եկեք արցախցի հայաստանցի չտարբերակեք, որևէ մեկը դաշնակ արցախցի հայաստանցի չի տարբերում, որևէ մեկը սեպ չի խրում արցախցու եւ հայաստանցու միջև, հանցագործություն է տեղի ունեցել, անկախ այն հանգամանքից, այդ հանցագործությունը իրականացրել է արցախցին թե Հայաստանին, այդ հանցագործները պիտի կանչվեն պատասխանատվության եւ կկանչվեն, հիմա դուք ձիու վերայեք, ոչինչ, ռեժիմի մաս եք, ոչինչ, բայց այսպես չի մնալու։ Եվ այս խոսքը շարունակվելու է, թեկուզ 10 հոգի ինձ նայի, այս խոսքը շարունակվելու է, ինչքան ուժ ունեմ, ինչքան կարողություն ունեմ, շարունակելու եմ այս խոսքը, եւ ես վստահ եմ, որ ժամանակ կգա այս հանցագործություններ իրականացնողները կանգնելու են դատարանի ու դատաստանի առաջ։
Տա Աստված այդ օրը բերի հայը, իսկ եթե ոչ, թող այդ օրը բերի օտարը։ Ես ձեր տիրոջ մերը